Մրջնաբույն, բացում ենք գաղտնիքները։ Մինչ խմորները կանցկացնես քերիչով մոտ 30 րոպե ուղարկիր սառցախցիկ։ Խմորները անցկացրու քերիչի միջով առատ ալյուրի մեջ, սա քեզ կօգնի ունենալ իրար ոչ կպչուն փշուրներ։ Ալյուրը մաղիր, փշուրները տարածիր տաք տարայի վրա։ Եփիր մոտ 20 րոպե, բայց մի մոռացիր 10 րոպեն մեկ բացել ջեռոցը եւ զգուշորեն խառնել նրանց։ Ավելի իդեալական փշուրները կամուսնանան կրեմի հետ, եթե կրեմը ոչ թե հարես, այլ եփես կրակի վրա։ Տաք կրեմը խառնիր արդեն իսկ հովացած փշուրներին, զգուշությամբ, ներքևից վերև, խառնիր մի քանի էտապով։ Վերցրու ցանկացած բաժակ, ցողիր ջրի մեջ, հանիր նոր լցրու միջուկը։ Սա կօգնի քեզ հեշտությամբ դուրս բերել միջուկը։ Մրջնիկները ուղարկիր սառնարան ստաբիլանալու։ Եթե օգտակար էր նյութը, սրտիկիր եւ ուղարկիր մոտիկիդ, ով հա բողոքում է, որ իր մրջնիկները մի տեսակ են չէ։